Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն են քննարկել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Դեյվիդ Ալենին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեում ստացված հաղորդման համաձայն ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը մայիսի 21-ին Facebook-ում կից գրառման փոլովակ է տեղադրել, որտեղ ինքն ու մեկ այլ անձ խոսում են ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին։ Պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է հայտնած տեղեկությունները։ Նախաքննությամբ պարզվել է, որ տվյալ տեսանյութում խոսող դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, որը մարտական հերթապահություն է իրականացրել այն մարտական դիրքում, հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկությունը։ Միաժամանակ նշելով, որ եղել է ոչ սթափ, մասնակցել է ՆԿ-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է ԱԱ-ին, ով էլ տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը։ Ոչ սթափ վիճակում էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել, նշված է հաղորդագրությունում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առավոտյան աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակում։ Հիշեցնենք, քննչական կոմիտեն պետական դավաճանության եւ լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ։ Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն Թևանյանը 2024-ին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Ռուսիա Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն։ Նա հավաքել է $622,000 դիմաց, նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող 2024 թվականի ապրիլին ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի լսումների ընթացքի եւ արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ խուզարկություն է իրականացվել նաեւ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը։ Ուժեղ Հայաստանի համակիրը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-ից 200,000 դրամ ընտրակաշարք։ Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի եւ այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-ից 200,000 ՀՀ դրամի չափով ընտրակաշարք։ Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեության նորինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշարք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ եւ տարածքային պատասխանատուներ, նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։ Մախմուրտ է բռնե, հա։ Շտուրման կինեմ, որ հեչ մեկին թեմա չեն էլի, որ սա կամավոր, որպես եթե բաներ եղնի, որպես կամավոր, հեչ մեկին իշխան հետ կապ չունի։ Իսկան դրտերի մեջ ինչ ջան։ Չեմ կրնեմ գերստում դի հասցում որ տա մերբան ու չտարվին քեշ մեկից դիպչա։ Դիկ մեկ է։ Դեսի թեզեր։ Ինչ հարց պատասխանով կյանի, դու ոչ աշխատավարձ կստանաս, ոչ կամավոր, եկի գրանցվել ասեմ դե։ Ոչ մի աշխատավարձի թեմա չկա։ Այս դրասի եկին բողունակ։ Ամբես մարկած ընտրեք որ կնանան իրանք է բան բերեն։ Հա, ասախտերը գրանցում են։ Այս միտաշի սպիցաների վրան գրանցում է 200-ից 300,000 փող ամիսը։ 4 ամիս առաջ գրանցել է։ Մի հոգում վրա ինքը ծախսում է 1 միլիոն 2 միլիոն փող արժի։ Ինքը անսահմանափակ փող է տալու։ Նույնը Քոչարյան անսահմանափակ։ Գիտեմ։ Անցած տարի անցած է Ռեսփա Քոչարյանին է մարդու երեգա երևին մեջը 100,000 փող է ստել։ Մեծ է։
100,000։ Ես արած ավելի խոշոր փողեր եմ։ Սին հոկտեմբերից մինչև 50,000 մեծերի փող է տալու դաշին։ Մեղոդին 50,000 տալ։ Ասի կողմը, այո, Ոչ մեման բգենա կոստիկի դժենն է, ապնիշի։ Դաշրիկ տապորով կուդե։ Մամին գբաժնեն, մեգին։ Ոչ թե ծենը 10,000, 15,000, 30,000։ То ша, 50,000։ Սա դաշիրը Կերծը, то իշքան պետք է։ Գենորտիկոյի փողը բերավ ստիստևի այդ շտաբի։ Տեսնում եմ, դադա, դու իմ գլոխս կուդես։ Շատուլ դու իմ գլոխը հաշիվոր տերը պրծել ես։ Սաղը Հասան մի ար։ Ստեղ ես մե 30 միլիոն փող կա։ Վերել, ոնների միջից հետ են փողը։ Հա, կարող պոչին նստին կան։ Մեն ինձ էստան մեջ բեռնեն, կսեն գրասենակն է, վсё։ Սախտանով բան է։ Ճուրը ջերստա։ Դու խոմինակ մեզով չէ դու ամի Ռուսաստանից ովսես գերմեջը կաշխատի։ Ովսես, ով բարեկամ ունի, վայրան չկեչ։ Մի ընդեղ հարստներին արմենես տոպները, սա հարստների վազի դրած է։ Ընտանիքին ոստի 160,000 ռուբլի փող դες կալես դլումար։ Նայած ու չափ ընտանիքի են։ Սա հարստները ֆինանսավորումն են հայ համակի մեջ։ Դե բարմենեցել հայ համակիրը գավար ստեղել եկա միացավ տաշիրին։ Սևելով նարեգում կար։ Մուլտիմիլիոներ է։ Էդել եմ արմեն լսում է չիդել ինչ ունի։ Խոշորուսել է սկուդան մնացածնել դու կսկան Բավ չանցավ է երկրորդ անսավ ողորտա։ Որան, որ երկրորդի։ Osmesi 80 բտան։ Ով չանցավ։ Դե իրանք մորում շուտ կուդան։ Չարին դերություն կուդան։ Սեդորը մուֆտայի գնաց հրապարակ։ Էդորն ձև դի փոխտային։ Բանջ կդինի։ Շեշպանի չտվի։ Միաբնի քյաբաբ եկե։ Միաբնի քյաբաբ դուդեքի։ Երես պդի տանիս մարդկանց։ Տեբիժենի նիե բդեյանեն հորտի։ Քո հորտի։ Ահա։ Հորտես չէ ուզածը։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Կոմիտեն հորդորում է զերծ մնալ ընտրակաշարք տալու եւ այդ հանցավոր գործունեությունը տարբեր ձևական մեխանիզմներով քողարկելու արատավոր գործելակերպից, նախազգուշացնելով, որ նման յուրաքանչյուր դեպք արժանանալու է խիստ իրավական արձագանքի։ Փետրվարի 7-ից ընտրակաշարքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված, հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել։ 2026 թվականի փետրվարի 7-ից հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 43 քրեական վարույթ ընտրակաշարք տալու, ստանալու, ընտրակաշարքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ։ Նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ։ Քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալներից 32-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված կալանք եւ տնային կալանք խափանման միջոցներ։ 29-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ։ 14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն, այդ թվում 24 գրասենյակներում առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, թվային կրիչներ եւ այլ առարկաներ, հարցաքննվել է շուրջ 170 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է հորդորել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել օրինապահ վարքագիծ, զգուշացնելով, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Իսկ քարոզարշավը շարունակվում է, կուսակցություններն ու դաշինքները ներկայացնում են ծրագրերը, լսում քաղաքացիների խնդիրները, խոստանում լուծել դրանք։ Ոմանք իշխանափոխության ակնկալիք ունեն, մյուսները հայտարարում են, թե իրենց նպատակը խորհրդարանում ներկայությունն է։ Ինչ ծրագրեր ունի համար 9-ն Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը։ Նախընտրական ցուցակի երկրորդ համար Հմայակ Հովանիսյանն ասում է, նախ առաջնորդվելու են 10 պատվիրաններով, քարոզարշավի ժամանակ հայհոյանքներն անընդունելի են համարում։ Մենք պետք է ընտրությունների ընթացքում առաջնորդվենք հետևյալ դեպքերով։ Մենք տեսնում ենք ինչպես այս իշխանությունների գալով ներկայիս իշխանությունների գալով քաղաքական պայքարը վերածվել հայ գույապետությունների զանհուրելի, քստանների,
հայ հոյանքների, սեռական բնույթի նաև հայ հոյանքների, ինչը ուղղակի անընդունելի է, երբ որ ասում են այդ դու ինչ ծրագրով ինձ երբեմն հարցնում են գիտենասադրությունների, ասում եմ բնաբանում պետք է լինեն 10 պատվիրաններ, այդ 10 պատվիրանները նոր հետո ծրագիրը, եթե հայհոյում ես սեռական բնույթի հայհոյանքներ ես, եթե ամբողջ հասարակության մեջ այդ ճանապարհություններն ես առաջացնում, սարսափելի ճանապարհություններ, բնականաբար սա այդ 10 պատվիրանների օգտագույն ոտնահարում է, որովհետև հայհոյախոսությունը մահացու մեղք է, իսկ մենք քրիստոնյաներ ենք։ Էջը թերթելու կոչ է անում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Ընտրացուցակում 4-րդն են, վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է։ Կուսակցության ներկայացուցիչները շրջել են քաղաքում թռուցիկներ բաժանել, ներկայացրել իրենց ծրագիրը, պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։ Ժամանակն է էջը թերթելու։ Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն անդրադարձել է ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարություններին, թե իրենց չընտրելու դեպքում տարիներ անց կարող են արթնանալ ու տեսնել, թե մեր երկրում նամազ են անում։ Սարգսյանն ասել է, որ Կարապետյանը շփոթել է Ռուսաստանի հետ ու այդ հայտարարությունները որակել է հորինված։ Ադրբեջանցիների Հայաստան գալու մասին խոսակցությունը ամբողջական հորինված է, դա ռուս ժողովրդի, ռուսական քարոզչության, ներքին սեփական վախերի դրսևորումն է, որը իրենց երկրում աշխատել է, հիմա փորձում են դա տեղափոխել Էզդաշտ։ Սիրելի ժողովուրդ, ձեզ ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում այսօրվա եղած իրավիճակում հանգիստ կարող է մինիմումը 300,000 մարդ ապրել ու այդ մարդկանց, որոնց Ադրբեջանի նախագահը կանչում է Լեռնային Ղարաբաղ, լրացուցիչ լգոտներ է տալիս։ Միայն Ստեփանակերտում կարող է առանց խնդրի բարեկեցիկ պայմաններով, քաղաքում եղած հնարավորություններով մինչև 50,000 մարդ ապրել։ Այսօրվա դրությամբ, այ 5 տարի անցել պատերազմից, Բաքվից ու հարակից շրջաններից ընդամենը 45,000 ադրբեջանցի է հետ եկել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ 300,000 ադրբեջանցիների հետ վերադառնալը միֆ է, ժողովուրդ ջան, հորինված սուտ։ Հիմա եթե Հայաստանում ասեն, որ Ադրբեջանի իշխանությունները գրկաբաց աղ ու հացով սպասում են Սումգայիթի եւ Բաքվի հայերին, եկեք ու ձեզ լգոտներ են տրամադրելու, բայց դուք ադրբեջանական ազնագիր եք ունենալու, Ադրբեջանի ոստիկանի հետ եք շփվելու, ձեր զավակները Ադրբեջանի բանակ են գնալու։ Որևէ մեկ մի ընտանիք Բաքվից կամ Սումգայիթից արտագաղթված հետ կվերադառնա։ Իհարկե ոչ։ 13-րդ համարի ներքո է ընտրություններին մասնակցում Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը։ Ընտրապայքարի մեջ են արմատական ռադիկալ օրակարգով։ Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կարծում է, այսօր մեծաթիվ մարդիկ հենց այսպիսի օրակարգ են ցանկանում։ Պայքարը հերվից է համակարգում, քանի որ Ռուսաստանում է։ Շատ կարևոր է ֆիքսել, ինչու եմ ես նկարահանումներն անում այս հիասքանչ գեղատեսիլ միջավայրում, որովհետև զրկված եմ Հայաստանի Հանրապետության մեջ լինելու հնարավորությունից։ Ինչու? Ընդամենը մեկ պատճառով, որովհետև չեմ համակերպվել, չեմ կուլ գնացել, չեմ ընդունել ու մերժել եմ այդ կեղծ զզվելի ավանտյուրան, որի արդյունքում կործանվում է, լուծարվում է մեր ու ձեր հայրենիք։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության ներկայացուցիչները Սյունիքում էին։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Սուրեն Պետրոսյանն է։ Թիմը շրջել է տարբեր քաղաքներում, լսել մարդկանց խնդիրները, հարցերը, ներկայացրել ծրագրեր։ Մեր նպատակը հայկական պետության կերտումն է։ Դրա համար է մեր հարկախոսը կերտեն հայկական պետություն։ Ես հարգում եմ։ Ես ուրախ եմ, որ քեզ հարգում եմ։ Ձեզ ուսում ենք։ Ձեզ ուսանիչները հաջորդ անգամ Ձեզից է կախված որ ամենը ջրել են ուրախ։ Նամբեկը։ Պայման։ Բարի դեմ կոնեք։ Ես դեմ կտվորմին այ։ Ո՞նց է որոշել 14-ից մեկը հասած ձեռս։
Եթե ուզում ես փոխել ապագան, ընտրիր 15-րդ համարին՝ ԴՕԿ կուսակցությանը։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունն է հայտարարում։ Ամեն օր Հայաստանը կորցնում է մարդկանց, որոնք չեն հավատում վաղվա օրվան, բայց պետությունը կառուցում են ոչ թե հեռացողները, այլ նրանք, ովքեր որոշում են փոխել այն։ Ապագան ինքն իրեն չի գալիս, հայտարարում են կուսակցության ներկայացուցիչներն ու կոչ անում պարտադիր գնալ ընտրության, որոշում կայացնել եւ պատասխանատվություն վերցնել մեր երկրի ապագայի համար։ Ռեֆորմիստներ կուսակցության ներկայացուցիչները շրջել են քաղաքով թռուցիկներ բաժանել, ներկայացրել նախընտրական ծրագիրը։ Վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է։ Նա հայտարարել է, որ անկախ նրանից ով կանցնի, ընտրությունների գերխնդիրը հետագայում անվտանգությունն ապահովելն է, հետագա կորուստները թույլ չտալու համար։ Առաջնահերթ պետք է դրվի պետության ու ժողովրդի շահը։ Դա իր ամենամեծ ցանկությունն է։ Պետք է միավորել հասարակությանը, բայց կարծես հակառակն է։ Հասարակությանը պառակտում են, կարծում է նա։ Станок токарный, станок. Ай! Ай! Այլ թեմաներ նախորդին Սևան-Ծափ փաթաղ ճանապարհին Ծովագյուղ բնակավայրի տարածքում վրա երթի հետևանքով կին է մահացել։ Դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանության ծառայողներն ու բարեկները պարզել են, որ Երևանի 21-ամյա բնակիչը կնոջ հետ Մերսեդես մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճել է, որի ընթացքում կինը դուրս է նետվել մեքենայից ու մահացել։ Երիտասարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Շամշյանի տեղեկություններով նա եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական վկայական։ Իսկ գիշերը Գրիգոր Լուսավորչի եւ Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետն ու Lexus մակնիշի մեքենան։ Մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է, Lexus-ի վարորդն ու մոտոցիկլետի ուղևորը հոսպիտալացվել։ Lexus-ի վարորդը հոսպիտալացված 32-ամյա կինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին արծածել է Կուբայում միջամտության հնարավորությունն այն բանից հետո, երբ իր վարչակազմը քրեական մեղադրանքներ է առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոին։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ նախագահները տասնամյակներ շարունակ դիտարկել են Կուբայում միջամտության հնարավորությունը, բայց հնարավոր է, որ դա անի հենց ինքը։ Թրամփը հավելել է, որ Կուբան ձախողված երկիր է։ Իր հերթին պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը նախընտրում է դիվանագիտական ճանապարհով լուծել Կուբայի հետ տարաձայնությունները, սակայն դրա հնարավորությունը մեծ չէ։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Կուբան ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, նախազգուշացնելով, որ նախագահ Թրամփը իրավունք եւ պարտավորություն ունի պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից։ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը սուտ է որակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը այն մասին, որ Կուբան ազգային անվտանգության սպառնալիք է Միացյալ Նահանգների համար։ Այս մասին Ռոդրիգեսը գրառում է արել X սոցիալական հարթակում։ ԱՄՆ պետքարտուղարը կրկին ստում է, որպեսզի հրահրի ռազմական ագրեսիա, որը կհանգեցնի կուբացիների եւ ամերիկացիների արյունահեղության։ Կուբան սպառնալիք չէ եւ երբեք էլ սպառնալիք չի եղել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար, գրել է Կուբայի արտգործնախարարը։ Ռոդրիգեսի խոսքով ԱՄՆ-ն է տասնամյակներ շարունակ գործել անպատժելիությամբ, թույլ տալով սեփական տարածքից Կուբայի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպումն ու իրականացումը եւ անվտանգ ապաստան տրամադրելով տխրահռչակ ահաբեկիչներին, որոնք խոստովանել են իրենց մեղքը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ։ Կողմերը քննարկել են Իրանի հարցը եւ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնման ուղղված շարունակական ջանքերը։ Պետքարտուղարության փոխանցմամբ քննարկման թեմաների թվում են եղել նաեւ Եվրոպայի կողմից սեփական անվտանգության ապահովման կարեւորությունը, ինչպես նաեւ պաշտպանական ներդրումների ավելացման եւ ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակում բեռի ավելի լայն բաշխման անհրաժեշտությունը։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին, որը միջնորդական ջանքերի շրջանակում գտնվում է Իրանում, հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ընթացքում երկու պաշտոնյաները քննարկել են պատերազմը դադարեցնելու վերջին առաջարկները, ԱՄՆ-ի եւ Իրանի միջև մնացած անհամաձայնությունները լուծելու նպատակով։ Նաքվին Թեհրան է մեկնել մայիսի 20-ին եւ խորհրդակցություններ է անցկացրել իրանցի մի շարք բարձրաստիճան գործիչների հետ։ Իրանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ տարածաշրջանային անվտանգությունը կարող է ապահովել միայն արտաքին ուժերի դուրսբերման եւ հարևան իսլամական պետությունների միջև կապերի ամրապնդման միջոցով։ Թեհրանը բարձր է գնահատել Իսլամաբադի ջանքերը լարվածությունը մեղմելու եւ երկխոսությունը խթանելու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը մայիսի 21-ին հայտնել են, որ չնայած ամերիկյան շրջափակմանը վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում լցանավեր եւ բեռնարկղային նավեր։ Ըստ հայտարարության նավերի անցումը համակարգվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից։ Նշվում է, որ չնայած ամերիկյան ուժերի ագրեսիային եւ նրանց կողմից Պարսից ծոցում աննախադեպ անապահովության ստեղծմանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը ձգտել են անվտանգ ուղի ապահովել նավերի անցման եւ համաշխարհային առևտրի շարունակության համար։ Լիբանանի հարավային Սուրի շրջանում գտնվող բժշկական կենտրոնին Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Օդային հարձակման հետևանքով վիրավորվել է նաև շտապօգնության 2 աշխատակից։ Բացի այդ, ավիահարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող Թեբնինե հիվանդանոցի շրջակայքին, որի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, այդ թվում հիվանդանոցի 7 աշխատակից։ Հարվածը նաև նյութական վնասներ է պատճառել հիվանդանոցի շենքին եւ շտապօգնության մեքենաներին։ Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը իր հերթին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով Լիբանանի հարավում թիրախավորել է իսրայելական զորքերի հավաքատեղիները։ Չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարին, Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև բախումները շարունակվում են հիմնականում Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության ներքո։ Եվրամիությունը հնարավոր է համարում Կիևի անդամակցությունը միությանը մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի Ուկրաինա-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Պեկա Տովերին։ Եվրոպացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ այդ գաղափարը մեծ աջակցություն ունի։ Նա նշել է, որ Եվրամիությունը ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ, նույնիսկ եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակվի բաց հակամարտությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել է Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակ շնորհել Ուկրաինային, մինչև լիարժեք անդամակցությունը։ Ըստ Մերցի, այս նախաձեռնությունը կնպաստի ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք այժմ օրվա խորհուրդը։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր հնչել է վերջին զանգը։ Այս տարի դպրոցակավարտի ավելի քան 61,000 շրջանավարտ։ Օրվա արդիվ կրթության նախարարն ուղերձ է հղել, մեջբերում է։ Դուք հրաշալի սերունդ եք վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն եւ խիզախ։ Մի մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակներն ավելի մեծ են, քան կարող եք անել։ Մի անհանգստացեք, որ սխալվել եք, սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը։ Եթե ուշադիր ենք ու սովորում ենք մեր իսկ սխալներից, լսեք քննադատությունը, միայն հաճելին լսելը ոչ մի լավ տեղ չի տանում։ Քննադատությունն է մեզ օգնում շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել։ Մի վախեցեք առաջ գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ հստակ ու պարզ չէ։ Ամեն ինչ երբեք հստակ ու պարզ չի լինում։ Առաջնորդությունն է, որ օգնում է որոշում ներկայացնել, հստակեցնել անելիքը։ Հիշեք, որ երբեք չեք դադարել ու սովորել, ու որ դպրոցում սովորածն է օգնելու ձեզ ամեն օր նոր բան սովորել, նշված է ուղերձում։
Աշխարհահռչակ շանսոնիեի ծննդյան օրն է այսօր։ Շարլ Ազնավուրը ծնվել է 1924-ի մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականների ընտանիքում։ Կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ ճակատագրական հանդիպումից հետո Ազնավուրը վերջապես որոշում է ընտրել երգարվեստը։ Բեկումնային է լինում հատկապես երգչուհի Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը։ Երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով, հեղինակել եւ համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն Հայաստանի մշտական դեսպաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ում 2009-ի մայիսի 5-ին համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ 2017-ի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փարքի ծառուկում բացվել է Ազնավուրի պատվո աստղը։ Լեգենդար շանսոնիեն մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։ Ու կրկին նա, լաբոհեմով, մայրիկով ու երիտասարդությամբ, թավշյա ձայնով ու բարի աչքերով լեգենդը, համաշխարհային շանսոնի արքան։ Պիաֆի սիրելի բարդութավորված կասկածամիտ ու փոքրամարմին շահնուրը նվաճեց աշխարհը։ Շարլ դը Գոլն իր կանխատեսումներում չսխալվեց։ Je nourris mon ancien pick-up de vinyle que j'avais acquis. Պատվով հաղթահարեց դժվար ուղին, բացեց երեսին փակված դռներն ու ջնջեց հեգնական ժպիտները, պայքարեց ու հաղթեց։ Au rythme joyeux, quand les corps se confondent, comme le monde il y en a pas deux. Աշխարհի մեծ բեմերում ելույթից առաջ հանդիսատեսը շունչը պահած սպասում էր։ Դրանք սիրո, քնքշության ու կարոտի ժամեր էին։ 7 լեզվով էր դիմում հանդիսականին, յուրաքանչյուրին յուրովի էր նվիրում այն ինչ զգում էր ու իր միջով անցկացնում։ Լավ երգեր կարողանում եմ գրել, երբ սիրելիից բաժանվում եմ։ Հիմա ճիշտ է, ամուսնացած եմ, բայց լավ հիշողություն ունեմ։ I have a good memory. 2017-ին հասավ Հոլիվուդ, Փարքի ծառուղում իր աստղն ունի, կատակում էր, արդեն նաև կիսով չափ կալիֆոռնիացի է։ I'm French and Armenian. Ինչ կհարցներ, եթե հանդիպեր Բարձյալին, Պոզների հարցին պատասխանում է ժպիտով։ Ինչ կարող եմ ուրիշ ասել, հետո նա պետք է խոսի, նա էլ քիչ սխալներ չի արել, արժե որ ինքն էլ պարզաբանի։ Հազարից ավելի երգերի հեղինակի սկավառակները վաճառվում էին միլիոնավոր օրինակներով։ Մեծանուն շանսոնյեն գրել է բանաստեղծություններ, որոնք թարգմանվել են տասնյակից ավելի լեզուներով։ Մեծը մեծ էր նաև կինոյում։ Ազնավուրը մարմնավորել է 60-ից ավելի կերպարներ։ Կյանքում էլ պետք է կարողանալ մի փոքր խաղալ։ Ինքը սովորել էր։ Փարքի կիզակետում էլ շարունակում էր հպարտանալ հայ լինելով, արեց ինչ կարող էր ու դեռ ավելին։ Բազմաթիվ մեդալների ու պարգևների մեջ էլ առանձնացավ հատկապես Հոլոքոստի տարիներին նրա ու ընտանիքի մարդասիրական գործունեության համար մրցանակը, հանձնեց անձամբ Իսրայելի նախագահը Երուսաղեմում։ La Bohème was our song. Ազգային հերոսն այստեղ էլ պահը բաց չթողեց, ռետորական հարց ուղեց, պատասխան չակնկալելով։ Ինչու՞ չեք ընդունում հայոց ցեղասպանությունը։ Սիրո դեսպանը խոստացել էր 100-ամյակը բեմում նշել, դեռ 10 տարվա ծրագրեր ուներ։ Հայրենիքում շանսոնիեին անակնկալ էր սպասվում։ Քեզ համար Ազնավուր համերգից հետո խոստացավ վերադառնալ նոր ծրագրերով։ Վերջին հրաժեշտը Փարիզի հանրահռչակ հաշմանդամների տանն էր։ Ֆրանսիայի պատմության ամենահայտնի պալատում են հանգչում Նապոլեոն Բոնապարտն ու երկրի մյուս ազգային հերոսները։ Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներքերից հետո Դլեյամանի հնչյունների ներքո բերվում է լեգենդի աճյունը։ Աշխարհի երկչին ճանապարհեցին այնտեղ, որտեղ արևն է ծագում, հրաշքների աշխարհ, ինչպես ինքն էր ուզում։
sans le cœur, la misère serait moins pénible au soleil. Եվ փոփոխական եղանակը կպահպանվի հանգստյան օրերին։ Առաջիկա 5 օրը ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, հաջողություն։